Բարև բոլորին, այսօր ուզում եմ անդրադառնամ իշխանության հնչեցրած թեզերին։ Երբ որ ասում եք մեզ ընտրելու դեպքում խաղաղություն կլինի ու պատերազմի կուսակցություններ եք համարում ընդդիմությանը, ինչու չեք նշում, թե որն է այդ խաղաղության գինը։ Ինչու խաղաղության մասին չխոսացիք 18 թվին, երբ որ եկաք իշխանության։ Ինչի դրա մասին չխոսացիք 21 թվի ընտրություններին։ Ճիշտ կլինի ասել, որ 18 թվին դուք եք պատերազմի կուսակցությունը, 21 թվին դուք եք պատերազմի կուսակցությունը։ Ու մինչև ամեն ինչ չկորցրինք, ամեն ինչ չտվինք, դուք նոր այդ ժամանակ դարձաք խաղաղության կուսակցություն։ Երբ որ կարելի էր գնալ արժանապատիվ խաղաղության։ Դուք պատերազմի կուսակցություն եք, ամեն ինչ կորցնելուց հետո դարձաք խաղաղության կուսակցություն։ Ու ցավը նրանումն է, որ դուք մեզ առաջարկում եք նվաստացուցիչ խաղաղություն։ Ես հասկանում եմ մեր այսօրվա վիճակը, մեր ունեցած հնարավորությունները, աշխարհաքաղաքական դասավորվածությունը։ Բայց ամենայն հարգանքով դուք մեզ դրան հասցրիք։ Ձեր չհասկանալով, ձեր չգիտակցելով, ձեր սխալներով։ Դուք պարոնայք, կարող եք մեզ տանել արժանապատիվ խաղաղության, բայց այսօր մեզ տանում եք պարտադրված խաղաղության։ Ձեր գնահատականը կտա ժամանակը ու պատմությունը։ Ուղղակի մի բան կասեմ, այս ամեն ինչին ես հետևում եմ, արդյունքը աչքերիս։